Մատի չերիշ կուզե, ու դպրոցական կրկեր։ Փոքրիկանին գրենական այն պիտույքներն է թվարկում, որոնք արդեն ունի։ Բարի մարդիկ են օգնել ու նվիրել այն, ինչ անհրաժեշտ է, բայց աղջիկը դպրոցական համազգեստ ու կոշիկներ դեռ չունի։ Շատ շորինակ կուզեմ, սիրուն արեստամ դպրոց։ Չելեմ, ովանավ ալնակույրիգի պերազն է թայրել։ Նալբանդյանների ընտանիքն ազիվ օրվա հացի խնդիրն է լուծում։ 3 անչափահաս երեխայի մայրն Աննան չի էլ պատկերացնում ինչպես է դստերը առաջին դասարան ուղարկելու։ Ցանկությունը մեծ է, բայց ֆինանսական միջոցներն են սուղ։ Միայն ընտանեկան նպաստի գումարով գոյատևող ընտանիքի համար դժվար է հավելյալ ծախսեր կատարել։ Պատրաստվել է կողքից մարդիկ սենց եկել են, նկարել, բերել են, գրենական պիտույքներ։ Միայն նրա հագուստի հարցն է, այստեղ որ տեսնենք կարող ենք հագուստ կոշիկ առնենք, որ կարող են երեխան դպրոց գնալ։ Նալբանդյաններն անօթևանության կարգավիճակ չունեն, բայց սեփական բնակարանից էլ զրկված են։ Քայքայված տնակում վարձակալական հիմունքներով են ապրում, բայց տանտերը հորդորել է հնարավորինս շուտ ազատել կացարանը։ Ոչ մի տեղ չունեմ գնալու։ Չգիտեմ, ոչ մի բան չգիտեմ, որ ասեմ, չգիտեմ, դա կանեմ ելեմ վաղ ինչ կգա գլխիս։ Թե ուր է գնալու մայրն իր 3 փոքրիկի հետ դեռ չգիտե, նոր տնակ է որոնելու, որ կրկին վարձակալի։ 3 տարի է ինչ ապրում եմ, այս տնագում, իմս չէ վարձով եմ բնակվում ու շուտով մի 2 ամսից դուրս եմ գալու։ Տնագից չգիտեմ էլ անգամ ուր պետք է գնամ։ Երիտասարդ ամուսիններն առողջական խնդիրներ ունեն։ Դա է պատճառը, որ չեն կարողանում բավարար պայմաններ ապահովել երեխաների համար։ Երեխեքին խանութից պարտկենելով, վերայսա վերցնելով, հարևններից գումար խնդրելով, պարտկով վերցնեմ կեշտամ խանութից ապրանքը վերցնեմ, հմել խանութը չի տա վերայսա, խնդրեմ հարևներին 1000-2000 դրամ վերցնեմ, կեշտամ խանութից ապրանք բերեմ դալու, սնուցենք, մինչև ամուսինս գա էլ է։ Առնետների ու միջատների կողքին ընտանիքը երկար է տառապել, սեփական բնակարան ունենալու մասին չի էլ երազում, տնակով էլ կբավարարվի միայն թե փոքրիկների համար տարրական պայմաններ ապահովվի։ Հեղինե Մանուկյան, Արթուր Մարգարյան, Այսօր։